Ողջույն, ես Սյուզեն եմ։ Այս տեսանյութում կծանոթանանք մոլեկուլների աշխարհի մի քանի կարևոր ներկայացուցիչների հետ, ինչպես են նրանք ստեղծվել, ով է հայտնաբերել և ինչ նշանակություն ունեն կյանքում։ Որպես մոլեկուլ, ջուրը գոյություն ունի միլիոնավոր տարիներ, բայց գիտության մեջ նրա կառուցվածքը բացահայտվել է միայն 18-րդ դարի վերջին։ Ջեյմս Վաթը, նշանավոր գյուտարար, առաջիններից էր, ով ուսումնասիրեց գոլորշու կառուցվածքը, իսկ վերջնական կառուցվածքը բացահայտեց ամերիկացի քիմիկոս Գիլբերտ Լյուիսը, առաջարկելով H2O-ի կառուցվածքը երկպոլար մոլեկուլ։ Իսկ ես Մանեն եմ։ Իսկ գիտեք, որ CO2-ը ոչ միայն արտաշնչում ենք, այլև բույսերն են այն շնչում։ Այն առաջիններից էր, որ գիտնականները ուսումնասիրեցին օդում։ Յոզեֆ Բլենքն առաջինն էր, ով 1754 թվականին նկարագրեց այն։ CO2-ը մասնակցում է ֆոտոսինթեզին, էֆեկտ ունի կլիմայի վրա և օգտագործվում է գազավորված ջրերում։ Ես Խանոյան Նարեն եմ, ներկայացնելու եմ մեթանը։ Մեթանը CH4-ը բնական գազի հիմնական բաղադրիչն է։ Այն 21 անգամ ավելի ուժեղ ջերմոցային գազ է, քան CO2-ը։ Այն առաջանում է մարսողության, ճահիճների և նույնիսկ որոշ մանրէների միջոցով։ Ալեսանդրո Վոլտան առաջիններից էր, ով բացահայտեց մեթանի գազային բնույթը։ Ես Լաուրան եմ, ներկայացնելու եմ օզոնը։ Օզոնը O3 մոլեկուլը պաշտպանում է մեզ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Այն հայտնաբերվել է 1840 թվականին Քրիստիան Շոնբեյնի կողմից։ Այն հիմնականում գտնվում է վերին մթնոլորտում, ստեղծելով պաշտպանիչ շերտ։ Իսկ ես Գրիգորյան Նարեն եմ, ներկայացնելու եմ սնդիկը։ Սնդիկը միակ մետաղն է, որը սենյակային ջերմաստիճանում հեղուկ է։ Այն ունի բարձր խտություն և փայլում է մետաղական ձևով։ Սնդիկն օգտագործվում է տարբեր տեխնիկական սարքերում, ինչպես օրինակ թերմոմետրեր, լամպեր և էլեկտրական սարքեր, սակայն այն շատ վտանգավոր է մարդու առողջության համար, քանի որ կարող է ներթափանցել օրգանիզմ և առաջացնել թունավորում։ Դրա պատճառով սնդիկի հետ աշխատանքը պահանջում է հատուկ հսկողություն և անվտանգություն։ Մոլեկուլները մեր շուրջն են՝ օդում, ջրում, հողում, նույնիսկ լռության մեջ։ Նրանք գոյություն ունեն ոչ թե աղմկոտ կերպով, այլ մարած կրակի պես, հանգիստ, բայց ուժով լի։ Մոլեկուլները գտնվում են օդի մեջ, շնչելու ամեն մի ակնթարթում։ Այն, ինչ մենք համանում ենք օդ, իրականում բաղկացած է մոլեկուլների խառնուրդից, հիմնականում ազոտ, N2, թթվածին O2 և փոքր քանակությամբ այլ գազեր։ Ամեն շունչը մոլեկուլային նվեր է բնությունից։ Բույսերում ու ծառերում լույսի շնչառություն։ Ֆոտոսինթեզը բնության լուռ հրաշքը, գործում է մոլեկուլների միջոցով։ Ծառերն օգտագործում են ածխաթթու գազը, ջուրը և արևի լույսը, ստեղծելով թթվածին ու գլյուկոզը։ Մոլեկուլները դարձնում են լույսը կյանքի աղբյուր։ Կան նաև մոլեկուլներ, որոնք պարունակում է մեր օրգանիզմը՝ ածխաջրեր, սպիտակուց, նուկլեինաթթու։ Մոլեկուլները գիտության սրտում են, Ու մենք պատրաստ ենք ձեզ հետ կիսվելու այդ սրտի տակությամբ։ Շնորհակալություն դիտելու համար։